աջակցությունը մեր զորակցությունը հայտնել մեր խաղբանտարկյալ ընկերներին։ Ես ուզում եմ հատ տանք այն մարդկանց անունները, որոնք որ այսօր ենթարկվում են խոշտանգումների, հալածանքների եւ արժանապատիվ կեցվածք են դրսևորում, հեճուկս այս բռնապետական ռեժիմի ճնշումներին շատ վեհ են պահում իրան, շատ բարձր են պահում եւ ես էլ տարբեր մարդիկ, որոնք հնարավորություն ունեն այցելելու այդ մարդկանց ես իրենց հետ խոսակցություններ ենք ունենում եւ ասում եմ, որ շատ ամուր են, պինդ են այդ մարդիկ եւ որևէ մի վարկյան, մի րոպե անգամ չեն մտածում նահանջի։ Ես ուզում եմ մենք մեր բարձր ողջուններով ողջունենք Արեգնազ Մանուկյան, մեր հրաշալի գործընկերոջը, որը տարիներ շարունակ լինելով ազգային ժողովում պայքարել է շատ ու շատ մարդկանց իրավունքների համար։ Արեգնազ ջան, ես համոզված եմ, որ դու այսօր անազատության մեջ տեսնում ես, որ հավաքվել են ու գործընկերները ու պայքարի ընկերները, մարդիկ, որ ես շատ սիրում են քո համար, մտածում են, գիտենք քո տեսակը, քո մարդկային բարձր արժեքները եւ համոզված ենք, որ շուտով այս մղձավանջը ավարտվելու է եւ դու գրկելու ես քո սիրելի երեխաներին, որի ծնունդն է այսօր, երեխաներից մեկի անչափահաս երեխաներից մեկի ծնունդն է այսօր եւ մենք էլ շնորհավորում ենք թող այս մեր բոլորի ճնշումը, ձեր գրառումները, ձեր մեկնաբանությունները, ձեր եթերներում ձեր աջակցության խոսքը դատապարտելու այս ամեն ինչը նաև հանգեցրել է նրան, որ այսօր հնարավորություն ունի Արեգնազը հանդիպել իր մանկահասակ երեխայի հետ։ Բայց միայն այսօր, ցավոք միայն այսօր։ Եվ անչափ կարևոր է, որ ես կոչ եմ ուզում ուղղել բոլոր են հանրային գործիչներին, բոլոր են մարդկանց, նախկին պատգամավորներ, չգիտեմ, հանրային հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, եւ մշակույթի գործիչներ եւ այսպես ասած մշակութային գործիչներ, որովհետեւ ինչի եմ ասում այսպես ասած, որովհետեւ այսօր շատ մարդիկ լուռ են Հայաստանում տիրող ապօրինությունների։ Իրենց մի գրառմամբ, մի խոսքով, աջակցության մի նախադասությամբ շատ բան կարող է փոխվել։ Մենք նախադեպը ունենք, որ երբ որ մենք միակամ ենք, երբ որ մենք կարողանում ենք ճնշում գործադրել իշխանությունների վրա, իշխանությունները տեղի են տալիս։ Նույնը նաև տեղի ունեցել ուրիշ այլ քաղբանտարկյալների հարցով, Լիզիա Մանթաշյանի հարցով։ Եվ նորից կոչ եմ անում, դուք այդ մարդկանց հետ ճանապարհ եք անցել։ Շատերը, որոնք որ հիմա անազատության մեջ են, ձեզ տարբեր առիթներով աջակցել են։ Եվ այսօր դուք ձեր լռությամբ ուղղակի ջուր եք լցնում իշխանությունների ջրաղացին։